Ջերմ ողջույն արգել հետևորդներ, այսօր սմբուկով հիանալի աղցան ենք պատրաստելու, արագ անցնենք գործի։ Աղցանի համար մեզ անհրաժեշտ է լինելու 3-4 մեծ սմբուկ, գազար, 1 ատամիկ սխտոր, թթվասեր կամ մայոնեզ կամ երկուսը միասին, թարմ համեմ, աղ և համեմունքներ, ինչպես նաև մեծ քանակությամբ բուսայուղ։ Առաջնահերթ սմբուկից հեռացնում ենք պոչի հատվածը և կեղևազրկում շերտ-շերտ։ Որից հետո կտրում ենք մյուս հատվածը, բաժանում ենք սմբուկը 2 մասի և նույնպես կտրատում շերտերով։ Կտրատված շերտերը լցնում ենք ցանցի վրա, քանի որ շուտով պետք է աղ ավելացնենք վրան դառնահամից ազատվելու համար։ Նույն գործողությունը կատարում ենք մնացած բոլոր սմբուկների հետ։ Որից հետո ավելացնում ենք 2-2.5 ճաշի գդալ սովորական աղ, այս ամենը լավ կխառնենք, թողնենք սեղանի վրա 20-25 րոպե, որից հետո սմբուկները շատ լավ պետք է լվանանք։ Այդ ընթացքում գազարը մասնատենք կորեական ձևով երկարավուն։ Համեմից հեռացնենք պոչերը, բաժանենք 2 մասի և կտրատենք միջին մանրության։ Այժմ կտրատված համեմը ավելացնում ենք քերված գազարին, քերում ենք սխտորը, տեսեք սմբուկի արտադրված հեղուկը, այն հեռացնում ենք, սմբուկը լավ լվանում ենք և մոտենում ենք կրակին։ Թավայի մեջ բուսայուղն ենք լցնում և տապակում ենք սմբուկն այնպես, որ որքան հնարավոր է մնա ամբողջական, սակայն լավ կարմրած։ Կրակը պետք է լինի բարձր։ Պատրաստ լինելուց հետո սմբուկները դնում ենք խոհանոցային անձեռնոցիկի վրա ավելորդ բուսայուղից ազատվելու համար։ Երբ սմբուկը ամբողջությամբ սառչել է, այն կավելացնենք մնացած բաղադրիչներին։ Հիմա ավելացնում ենք ամբողջ մայոնեզը կամ թթվասերը, ավելացնում ենք համեմունքները, ավելացնում ենք աղը և այս ամենը լավ խառնելուց հետո կարող ենք արդեն մատուցել։ Շնորհակալություն ուշադրության համար, իսկ մենք շուտով կհանդիպենք։